Մոտենում է արևադարձը եւ արևադարձը այն տոներից մեկն է, որ տարիներ շարունակ մենք հենց արևադարձի տոնին բարբերաբար տարբեր դասեր ենք ունենում նվիրված եւ այս անգամ այնուամենայնիվ մենք կփորձենք լրիվ այլ բաներ խոսել ու նաեւ այլ բաներ խոսել ոչ թե միայն արևադարձի, այլ ընդհանրապես այլ ոճով տանենք մեր ամբողջ դասը այսօրվա։ Նախ հիշեցնենք, որ ընդհանրապես արևադարձի ժամանակ հնուց ի վեր մեծ մարտահրավեր էր, որովհետև մարդիկ չգիտեին, արդյոք արևը, որ արևադարձի ժամանակ շատ թուլացած է, մթությունը ավելի ուժեղացած է, ամբողջ սևը շատ ավելի շատ է, եւ մարդիկ հին ժամանակներում չգիտեին, արդյոք արևը նորից կկարողանա զորանալ եւ արդյոք նորից կլինի լույսը։ Մենք այսօր զուտ աստղագիտության տեսանկյունից ինչ որ բաներ գիտենք, բայց փոխաբերական իմաստով մենք չգիտենք նույնը եւս։ Եվ այդ իմաստով հենց մեզ համար արևադարձի խորհուրդը շատ ավելի կարևոր է դառնում, որովհետև մեզանում այժմ մթությունը շատ է եւ մենք չգիտենք կվերադառնա արդյոք լույսը։ Բայց այս տխուր նոտայից ես կփորձեմ անցնել դրական բանի եւ կփորձեմ հնարավորինս ցույց տալ, թե ինչքան դրական բաներ իրականում արկա են եւ ինչից մենք կարող ենք բռնվել, որպեսզի ապահովենք, որ լույսը այնուամենայնիվ նորից փայլատակի։ Եվ այդպես վերջի շրջանում իմ ծանոթներից մեկը, որ վաղուց մեկնել է Հայաստանից, հարցնում էր ինչպես ես, ես ասում եմ ես լավ եմ, բայց Հայաստանում ու սկսեցի պատմել, թե ինչքան ծանր է վիճակը եւ այլն, վերջում ինձ ասեց կարող է մի հատ էլ նոր գործ անեք, որպեսզի չտխրեք, դրա մասին չմտածեք։ Ինձ համար դա շատ զարմանալի էր ու շատ զարհուրելի նույնիսկ, որովհետեւ մեր երկրի վիճակը հիրավի ծանր է եւ ոչ մի շեղող բան պետք չէ, որովհետեւ պետք է առերեսվել ճշմարտության հետ, որ վիճակը փաստացի իրոք շատ ծանր է։ Ու իրականում այն շատ ավելի ծանր է, քան մենք կարող ենք նկարագրել։ Չկան նման բառեր, եւ նույնիսկ մի քանի րոպե առաջ մենք քննարկում էինք խմբում, որ նույնիսկ բառեր, որոնք որ կարող են զուգահեռ լինել նկարագրելու իրավիճակը եւ մարդկանց այդ իրավիճակում այդ բառերն էլ արդեն սպառվել են, ըստ այդմ փաստ է, որ ամբողջը շատ ավելի ծանր է, բայց մենք ունենք երկու հիմնարար մոտեցում, որոնք որ կարող են փոխել այս ամբողջ վիճակը եւ առաջինը դա հնարավորությունն է, որը առանցքային է, որովհետեւ տեսեք մեր վերջի շրջանի դասերից մեկում մենք ասում էինք, թե ինչքան վտանգավոր կարող է լինել լավատեսությունը եւ դա հիրավի այդպես է, որովհետեւ լավատեսությամբ դու կարող ես քեզ խաբել, այնուամենայնիվ հույսը, որը որ ոչ թե խարիսխ է, որից որ դու բռնվում ես ու դադարում ես գործել, այլ վեկտորն է, որ դու կարող ես հավատալ, որ ամբողջը կարող է լինի լավը։ Սա անհրաժեշտ է մեզ եւ նայելով այս ամբողջ իրավիճակին, արևադարձին ընդառաջ մենք հիրավի կարող ենք տեսնել, որ մենք ունենք առիթ կամ պատճառ անգամ ունենալու հավատը, որ ամբողջը կարող է փոխվել։ Կփոխվի թե ոչ, դա այլ հարց է։ Ես չեմ ուզում պնդեմ, որ ամբողջը կփոխվի, բայց կա օդում փոփոխության հոտ այլևս եւ հնարավորությունը փոխելու ամբողջ իրականությունը արկա է։ Եվ թող արևադարձի խորհուրդը մեզ համար լինի հենց խորհուրդ, որ ամբողջ ամենածանր մթության մեջ միևնույնը կարող է վառվել լույսը նորից։ Եվ այդպես եկեք փորձենք քայլ առ քայլ դիտարկել, թե ինչ կարող է լինել որպես հնարավորություն։ Առաջինը մթության ժամանակ մենք ունակ ենք լինում ավելի շատ գնահատելու լույսը, ավելի շատ արժևորելու լույսը որպես այդպիսին։ Այն, որ սովորական կյանքում մարդիկ չեն խորհում դրա մասին, չեն մտածում լույսի զորության, չեն մտածում, թե ինչքան կարևոր է լույսը, չեն խորհում ընդհանրապես երկնքի եւ հոգեվոր զարգացման ճանապարհի մասին։ Առօրյա հոգսերով տարված ընկալելով, որ լույսը
դեֆոլտ արկա է, եւ արկա է դեֆոլտ մթություն, եւ արկա է դեֆոլտ այդ մթության եւ լույսի որոշակի պայքար։ Այնուամենայնիվ առօրյա հոգսերի մեջ ընկղմված մարդիկ շատ հազվագյուտ են տալիս իրենց հարցը, իսկ ինչ եթե մթությունը ավելի զորանա, եւ ինչպես կարող եմ ես, ու այդպես յուրաքանչյուրս, նպաստել, որ լույսը այնուամենայնիվ հաղթի։ Այժմ մենք հենց այն իրավիճակում ենք, երբ որ թողնել ինքնահոսի այլևս անհնար է, եւ դա նշանակում է, որ միգուցե քիչ մարդիկ են իրենց սրտում գտնում զորություն, այնուամենայնիվ հավատալու, որ լույսը կարող է հաղթել, բայց նրանք, ովքեր գտնում են, դառնում են շատ ավելի հզոր։ Եվ սա այն ամենամեծ հնարավորությունն է, որ մենք հիմա ունենք, եւ դրա փաստերը արկա են եւս։ Տեսեք, տարբեր մակարդակներում մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ հուզվում ազգային այս կամ այն թեմաներից, որոնք որ միգուցե սովորական են։ Հիմնը լսելիս, դրոշ տեսնելիս, տարբեր հաղթանակներ հիշելիս, պատմության էջեր ընթերնելիս եւ այդպես։ Եվ այստեղ մենք հանկարծ հասկանում ենք, որ ազգային թեման, որը միշտ էլ կարևոր էր, բայց միշտ չէ, որ մարտահրավերային է, բայց երբ որ դառնում է մարտահրավեր, մարդ ընտրում է կամ ընդհանրապես ամբողջը մոռացության տալ եւ կամ էլ հանկարծ զորացնում է իր մեջ այդ ամբողջի արժեքը, այն ինչ որ այժմ տեղի է ունենում, ինչ որ զանգվածների մոտ։ Եվ մեր հիմքը, մեր հույսը հենց այդ զանգվածներն են։ Երկրորդը, որ մենք տեսնում ենք, նուրբ թեմա է, այնուամենայնիվ եւս փաստ, հոգևորականության թեման, որովհետև այո, ճարիքը սարսափելի հարվածներ է հասցնում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, այնուամենայնիվ հայ առաքելական եկեղեցու սպասավորները, հոգևորականները նորովի հնարավորություն են ստանում ընկալելու իրենց վեհագույն առաքելությունը։ Այն, որ մինչ այս ամբողջ իրավիճակը ավելի սովորական էր եւ իրենց եւ ժողովրդի համար։ Իսկ այժմ այն այնքան մեծ մարտահրավեր է, որ յուրաքանչյուր իր սրտում ավելի նորից գտնում է իր առաքելությունը եւ հաստատում է իր հավատը, հաստատում է իր առաքելությունը ինքնուրույն գնալու առ Աստված եւ նպաստելու յուրաքանչյուրին գնալ առ Աստված։ Յուրաքանչյուր եկեղեցին այլևս դառնում է շատ ավելի վեհ իմաստով հենց Աստծո տուն եւ այն եկեղեցիների խորհուրդը, որ մշտապես արկա էր, որ ցանկացած ժայռի վրա, ցանկացած սարի վրա մենք նայում ենք եւ մենք տեսնում ենք, միգուցե խոնարհված, բայց միևնույնը կանգուն եւ միևնույնը սրբությունը կրող եկեղեցիներ, իսկ այժմ իրենք զորացած են թեկուս 1 հոգու, թեկուս 2 հոգու, բայց ավելի եռանդուն հավատով։ Եվ սա մեծագույն շանսերից մեկն է բոլորիս համար նորից վերագտնելու հավատը մեր սրտերում։ Նույնը նաև նախնիների մեր վիպասանքի էպոսի հանդեպ վերաբերմունքը, որ ժամանակին մշտապես մենք դպրոցում բոլորս անցնում էինք Սասունցի Դավթի բանաստեղծային մասը, քչերը գիտեին, որ դա ամբողջ Սասնա ծռերի միայն փոքր հատվածն է, բայց հիմա ավելի են անդրադառնում դրան, եւ երբևիցե արդեն տարիներ շարունակ չէր հնչում դպրոցում այն հպարտությունը, որով որ այժմ երեխաները այնուամենայնիվ արտասանում են այդ հատվածը, երբ որ Սասունցի Դավիթը կարողանում է ամբողջ զորքը թշնամիների ջարդել եւ ուղարկել նրանց հետ։ Ու սա նորովի հնարավորություն է բոլորիս համար։ Եվ ես թերևս հասկանում եմ, որ այս ամբողջը կարող է լինել ինչ-որ ձևով ամպագորգոր, բայց նայում ենք շուրջը եւ տեսնում ենք, որ հիրավի ծիլեր կան, թեկուս միայն ծիլեր, բայց այդ ծիլերը մշտապես հնարավորություն են։ Եվ շատերը արտասվում են այո, ու բարբերաբար կրկնում եմ, որ տարբեր տեղեր գնալիս, տարբեր մարդիկ մոտենում են,
տարբեր մարդիկ հայտնում են շնորհակալությունը մեր դասերի համար, բայց առաջին հերթին մեզ համար կարևոր է ոչ թե շնորհակալությունը, այլ իրենց հույզերը, որովհետև հարցը դա չէ, թե ես ինչ եմ փոխանցում, հարցը դա է, թե ինչ է արթնանում յուրաքանչյուր մարդու մեջ, որևէ փոխանցում լսելիս։ Եվ հենց այդ արթնացած զգացողություններն են մեր հնարավորությունը ևս։ Եվ ըստ այդմ յուրաքանչյուրը, ով որ այնուամենայնիվ արտասվում է տխրությունից մեր հայրենիքի համար, թող հարցնի իրեն, արտասվում է արդյոք անզորությունից, թե արտասվում է սիրուց հայրենիքի հանդեպ։ Եվ եթե արտասվում եք անզորությունից, ապա գթեք սրտերում խիզախությունը պայքարելու, իսկ եթե արտասվում եք տխրությունից մեր հայրենիքի համար եւ սիրուց, որովհետեւ յուրաքանչյուր քայլը սիրում ենք, որովհետեւ սա մեր հայրենիքն է, ապա արտասվեք եւ թող արտասուքի հոսքերը գնան այնքան լցվեն եւ սնուցեն մեր չորացած հողը, որպեսզի ամբողջը հիրավի վերափոխվի, որովհետեւ անցավ 11 դար անիից, բայց մերն է անին միևնույն է։ Միգուցե այն խոնարհված է, ավերված է եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված է, բայց շատերի համար արժեք չէ, բայց միայն մենք ենք արտասվում դարեր շարունակ մինչև այժմ, երբ որ մտածում ենք անիի մասին, եւ միայն մենք ենք արտասվում, երբ որ կրկնում ենք Շիրազի տողերը, տեսնեմ անին ու նոր մեռնեմ, ուրեմն մերն է անին։ Եվ միգուցե մենք կորցրել ենք, այո, դավաճանների չարիքի պատճառով մենք կորցրել ենք դադիվանքը, գանձասարը, սուրբ դեպրևան կամարասը, բայց միևնույն է մեր սրտերում է դա, եւ դրա համար եթե արտասվում եք, արտասվեք ամբողջ սրտով, այո, բայց դրանում զորություն գթեք, այլ ոչ թե թուլություն, որովհետեւ արտասուքը եւս կարող է զորության դար լինել։ Ու այդ ամբողջի հետ մեկտեղ մենք ասում ենք միշտ նույնը աշխատում է առօրյա մակարդակում մարդկանց համար եւս, որովհետև ամենակարևորը մթության ժամանակ գտնել սեփական հանունները։ Մենք դրա մասին բազմիցս խոսացել ենք եւ կրկնում ենք նորից արևադարձին ընթരാճ, որովհետև ամենակարևորը, որ մեզ կարող է պահել, դա հենց հանուններն են։ Երբ որ մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր հանձնվել են կամ դավաճանել են, կամ արհամարում են ամբողջ հայրենիքի հարցերը եւ այլն, մենք չենք չարանում իրենց վրա։ Մենք տխրում ենք իրենց համար, որովհետև նրանք, ովքեր չունեն հենարան եւ չունեն այդ առանցքը, իրենք մեղք են։ Պետք չէ չարանալ նրանց վրա։ Բայց նաեւ պետք է կարողանալ այնքան սիրել հայրենիքը, որպեսզի իրենց տեղն էլ սիրես։ Եվ դրա համար գթեք կյանքում ձեր թեկուզ փոքր հանունները, որոնք որ զորացնում են ձեզ։ Գտեք դա եւ տեսեք, թե ինչքան զորություն կա դրանցում։ Նորից մտածեք այդ ամբողջի մասին եւ հիշեք կարևոր մի տար։ Երբ որ ընդհանուր լուսավոր է, երբ որ խավարը այնքան է շատ չէ, փոքրիկ լույսերը չեն երևում։ Մեծ լույսերը վառվում են, բայց փոքրիկները չեն երևում։ Երբ որ մթությունը խտանում է, յուրաքանչյուր մարդու փոքրիկ լույսը դառնում է տեսանելի։ Երբ որ մթությունը խտանում է, յուրաքանչյուր մարդու թեկուզ փոքրիկ հավատը դառնում է շատ ավելի մեծ քար հիմքի մեջ, քան հիմնականում լինում է կյանքում։ Եվ դրա համար ամեն մեկից հիմա շատ ավելի մեծ բան է կախված, քան երբևիցե։ Յուրաքանչյուր մարդուց, ով որ հանկարծ իր մեջ գտնում է սերը։ Սերն առ հայրենիք, սերն առ ամբողջ մեր ազգը, սերն առ նախնիներ ու այդ հավատը, որ կարող է փայլատակել յուրաքանչյուրի սրտում։ Եվ դրա համար ես նայում եմ հոգևորականներին, ովքեր որ հավատարիմ են մնացել Մայրաթորին, եւ տեսնում եմ իրենց մեջ հավատի մեծ աճ։ Եվ դա հիանալի է, դա գանձ է։ Դա այն երանելի գանձ է, որով առաջնորդվելով գնում էր առաջ Պողոս առաքյալը, եւ դա այն գանձն է, որով որ առաջնորդվելով գնում էր Մեսրոպ Մաշտոցը եւ բոլոր նրանք, ովքեր վառում էին ուսմունքի ջահերը։ Բայց այստեղից մենք անցնում ենք նաեւ երկրորդ կետին, որը ոչ պակաս կարեւոր է։ Չնայած որ ավելի խորը դաշտից է։
Երբեմն մարդիկ մտածում են, որ խուսափելով, փակվելով, առանձնանալով նրանք լուծում են ամբողջ տխրությունը։ Մենք սակայն հասկանում ենք, հանձնվում ես մեկ անգամ, դրանից հետո սկսվում է ընդհանրապես անջատվելը, դրա ետևում սկսվում է ցավոք սրտի խելագարությունը, եւ հենց դա է պատճառը այս ժամանակներում համատարած խելագարության։ Բայց կան նաև մարդիկ, ովքեր որ ինքնախաբեությամբ շեղվում են ուսմունքի ճանապարհից։ Մտածում են, որ գնում են ուսմունքի ճանապարհով, բայց իրականում չեն գտնում իրենց մեջ եւ ոչ մի հոգեվոր զարգացում։ Սա այն մարդկանց մասին է, ում որ մենք ցավոք սրտի պարբերաբար տեսնում ենք։ Դա այն մարդիկ են, ովքեր որ մտածում են ամբողջը անցողիկ է եւ ամբողջը պատրանք է, բայց մեջ կա երջանկություն եւ մենք մոռանում ենք այս ամբողջ անցողիկ աշխարհը իր տառապանքներով հանդերձ եւ ապրում ենք մեր գտած երջանկության մեջ։ Սա ուսմունքի ճանապարհը չէ հիրավի։ Ուսմունքի ճանապարհը ասում է հետևյալը. միտքը բաց պահիր եւ սիրտը բաց, եւ այդ ժամանակ դու կարողանում ես մշտապես սրտի մեջ զգալ երջանկությունը, բայց դա եւ ոչ մի ձևով չի հեռացնում քեզ այս ամբողջ սանսարի կյանքի տառապանքի ընկալումից եւ կարիքցանքից բոլոր շնչող էակների հանդեպ, ովքեր որ տառապում են։ Եվ միայն հենց այս ամբողջի համադրությունն է իրական ուսմունքը։ Հակառակ դեպքում դու չես կարող երբևիցե լինել երջանիկ։ Եվ այդ ամբողջ ճանապարհը, երբ որ մարդիկ մտածում են, որ զուտ երջանկություն են փնտրում, իրականում ի վերջո դառնում է կեղծ։ Բայց մենք հիրավի գտնում ենք երջանկություն, երբ որ չենք մտածում երջանկության մասին, այլ մտածում ենք երկնային ճանապարհի։ Եվ ըստ այդմ փորձեք մշտապես միտքը եւ սիրտը բաց պահել։ Եվ թող արևադարձին լույսը ի վերջո հաղթի։ Եվ եկեք հավատանք, որ արևադարձի այս խորհուրդը մեզ համար կնշանակի, որ մենք պատրաստ ենք տալ ամբողջ էներգիան, թող լույսը նորից հաղթի, եւ մենք պատրաստ ենք տալ ամբողջ էներգիան, որպեսզի այս ամբողջ չարիքը, որ պատել է Հայաստանը, ի վերջո ավարտվի, պատժվի, եւ դրանից հետո մենք թեկուզ տքնաջան աշխատանքով լցված բոլորը իրենց տեղերում, բայց կկարողանանք ապահովել, որ լույսը ոչ թե չմարի, այլ փայլատակի ամբողջությամբ մեր տառապյալ, բայց հավերժ հայրենիքում։